2017 թիվը սիրելիներ շատ հետաքրքիր էր, 16 թե 17 սաթիկուր, 17, հա։ Մենք երբ որ խոսում ենք, մեր եկեղեցու առաջի ծառայությունը եղել է դպրոցը, սիրելիներ, որ պետքա դպրոց լինի հայկական, որ չկորցնենք մեր լեզուն, մեր սերունդները, մեր ավանդույթը եւ նման բաներ, ու սաթիկուրը իր մեջ վառվում էր այդ տեսիլքը ու ասում էր, ես չեմ ամփերում, որ գա այդ պահը ու եստերի նամակից դուք մի բան ասեցիք, որ թագավորը երբ որ նամակ գրեց, ամեն լեզվի, ամեն ազգերի իր լեզվով գրեց, իր այդ նամակը, այսինքն լեզուն շատ կարևոր է, չէ՞, ու մենք սկսեցինք հայկական դպրոցը շատ փոքր, բայց սաթիկույրս խնդրեմ գաք, մի փոքր ձեր գոյության խոսքը ասեք, Տերը օրհնի այս օջախի համար, հայկական օջախի համար, որ մենք այս արտոնությունը ունենք, այստեղ 120-ից ավել աշակերտներ այս դպրոցում Տերը բարձրացրել է, իր նպատակի, իր փառքի համար, այստեղ միջոցառումներ ենք ունենում հայկական դպրոցի հետ կապված, մի չտեսնված ծառայություն, Տերը օրհնի մեր Սաթիկ քրոջը, ողջունենք, ամեն։ Ուրախ եմ բոլորիդ համար, սիրում եմ բոլորիդ շատ, Աստված օրհնի բոլորիդ։ 2017 թվականի սկզբներն էր, երբ որ Աստված ընդհանրապես երբ որ Ամերիկա եկանք, երեխաներս մի 2-3 ամիս չէր անցել, արդեն տանը հայերեն չէին խոսում։ Արդեն իրար հետ սկսում էին խոսել անգլերեն ու եւ երազով եւ նաեւ սրտիս մեջ տրվել էր, որ անպայման հայկական դպրոց ենք ունենալու, որպեսզի մեր հայ community-ն չկորչի այստեղ, իշքան էլ որ ուզում եմ մենք ասում ենք հայ ենք, եթե հայկական հայոց լեզուն, մշակույթը լեզուն չենք իմանում, հայ, ինչպես կարող են կոչվել հայ։ Այո, եստերի նամակը ես հիշում եմ, որ կանանց միջոցառում էր, կարծեմ, եթե չեմ սխալվում, այդ ժամանակ եմ եստերի նամակը կարդացել, որ բոլոր ազգերին այդ նամակ ուղարկվեց իրենց լեզվով։ Ուրեմն լեզուն շատ նշանակություն ունի ու չգիտեմ բոլորը զգացել եք թե ոչ, օրինակ իմ համար, երբ որ փառաբանությունը հայերենով ենք անում, ես կրկնակի եմ օրհնվում, կրկնակի եմ լսվում։ Ճիշտ է, Աստված օրհնի Դեստինիին, բոլոր եկեղեցիներին, բոլոր օտար ազգերի եկեղեցիները, բայց իրոք, որ անգլերեն լեզվով էլ որ լսում եմ, ինձ այն ձևով չի հասնում, ինչ ձևով որ հասնում է ինձ թե հայերեն փառաբանությունը, երկրպագությունը, թե հայերենով քարոզը եւ լեզուն, իրոք շատ կարևոր է, մի ուրիշ զգացմունք է լինում, մի ուրիշ օրհնություն է ստանում։ Եվ 2017 թվականի սկզբներից սկսեցինք արդեն Աստված սրտից մեջ դրել էր ու այն ժամանակ մենք Capital Christian-ի մեջ էինք ու նոր էր մեր եկեղեցին կազմավորվել, սկսեցինք հայկական դպրոցի համար պատրաստությունները տեսնել ու շատ օրհնված եղանք, որովհետև սկսեցինք 29 հոգով ու այսօր մենք 128 աշակերտ ունենք։ Աստված օրհնի բոլորին, շատ օգնություն ենք ունեցել նախ եւ առաջ Արմեն եղբորը Աստված օրհնի, որովհետեւ Մայքին, մեր լոգոն, որ հիմա մենք ունենք, Մայքն է աշխատել լոգոյի համար, ես ուզում եմ հատուկ նշել, իր շատ գեղեցիկ մտահղացումները գործը, որ մեզ շատ օգնել է հարցում, մանավանդ սկզբներում, բոլորին Capital Christian-ը իր դռները բացեց, որ մենք կարողացանք օգտագործել ամբողջ դասարանները, որից հետո նաև Դեստինին։ Շնորհակալ եմ ամեն ինչի համար, օրհնում եմ բոլոր մեր ուսուցչական կազմին, մեր ուսուցիչներին, հատուկ օրհնում եմ Սոֆիկ քրոջս, ինքը ստեղ չի, կարող է շատերը իրանք ճանաչում եք, բայց ինքը դպրոցի սյուներից մեկն է, ես իրեն չեմ կարող անտեսեմ, որտեղ ուզում եմ լինեմ։ Ու շատ բոլորի, նաև Սրբուին իմ հարսը, բոլորը, մեր ուսուցիչները, բոլորը շատ մեծ գործ են ունեցել այս դպրոցի, որ այսօր այսքան առաջ է գնացել ու այսքան օրհնություն ունի, օրհնում եմ մեր բոլոր ուսուցիչներին, մեր բոլոր աշակերտներին, այստեղ եղած բոլոր երեխաներին Հիսուս Քրիստոսի զորավոր անունով։ Շնորհակալություն բոլորիցդ։ Ու օգտվելով առիթից նաև ուզում եմ մեր Կիրակնորյա ծառայության քույրիկներին
Սյուզին, Ֆլոր Քրոջը, Միլենային, Մելինեին, Մայրամներին, մեր երկու Մայրամներին, Ռուզաննային, Լենային, Աննային, Սուսանին, բոլորին էլ շնորհակալություն ձեր ծառայության համար, Աստված օրհնի ձեզ առատորեն։ Ու ինչպես նոր երգի ժամանակ էլ Խաչատուր եղբայր երգում էր, բայց այս անգամ պիտի գոհանամ ու փառք տամ ես նրան, բարի Աստված, նրան ես կհուսամ։ Այո, եւ ամեն իրոք մեր հույսը մեր Աստվածն է, ու ուզում եմ Սաղմոս 138-ը կարդամ, ու իշնեմ։ Կգոհանամ քեզանից բոլոր սրտովս, Աստվածների առաջին քեզ Սաղմոս կասը։ Երկրպագություն կանեմ քո սուրբ տաճարի առաջին եւ կգոհանամ քո անունիցը եւ քո ողորմության համար եւ քո ճշմարտության համար, որ բոլոր անունիցդ բարձր մեծացրիր քո խոսքը։ Այն օրը, որ կանչեցի քեզ պատասխանեցիր ինձ։ Դու ինձ զորությունով ուժովացնում ես իմ անձումը։ Տեր, երկրի բոլոր թագավորները կգոհանան քեզանից, որ քո բերանի խոսքերը լսեցին։ Եվ Տիրոջ ճանապարհներում օրհնություն կասեն, թե Տիրոջ փառքը մեծ է, որովհետև Տերը բարձր է եւ տեսնում է ցածը, եւ նա հեռվանց ճանաչում է բարձրամիտին, եւ նեղության մեջ գնամ, կապրեցնես ինձ։ Իմ թշնամիների բարգության վրա քո ձեռքը կմեկնես եւ քո աշկը կփրկե ինձ։ Տերը կկատարե ինձ տեղ Տեր, քո ողորմությունը հավիտյան է, քո ձեռքի գործերից երեսիցդ մի ցկիր։ Փառք Տիրոջը բոլորիդ համար։